Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անմիջական մասնակցությունը մեզ ողջևորում է, ձեր անմիջական մասնակցությունը մեզ տրամադրում է, նաև պարտավորեցնում։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ կհետաքրքրեն ձեզ։ Այսօր մի յուրահատուկ օր է մեզ համար, թե ինչի յուրահատուկ, կասի մեր հյուրը, իսկ մեր հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լուի Շարդեն ռեստորանի ավագ խոհարար, ձեզ քաջածանոթ եւ մեր բարեկամ Գարիկ Գևորգյան։ Այսքան տիտղոս, այսքան այդպես ներկայացական անվանակարգում Բրեժնևին մի քիչ արդեն մոտիկ։ Ինչպես ես Գարիկ։ Լավ, դու։ Լավ, տրամադրությունը բարձր է։ Շատ լավ։ Այն նշեցի, որ այսօր յուրահատուկ օր է։ Դու կարող ես ասել, ինչի համար է այսօրը հենց յուրահատուկ։ Ինչով է յուրահատուկ։ Այսօր, որովհետև մենք պատրաստելու ենք մի հետաքրքիր կերակրատեսակ, որը մենք ձեռք բերեցինք մեր շատ լավ ընկեր Սերգեյ Յուրիևիչ Պոժարի հետ, մեր փոխադարձ փորձի փոխանակման դեպքում, հիշում եք Մոսկվայում ինչպես մենք սովորեցնում էինք հայկական ուտեստները, այնպես էլ դրանցից սովորեցինք մի քանի սլավոնական ազգերի տարբեր ուտեստներ, որը շատ նման է մեր նաև Ապրես, ես դա եմ ուզում նշեի, հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ հոկտեմբերի 12-ից մինչև 19-ը մենք Մոսկվայում մասնակցեցինք մեր կազմակերպությունը ազգային խոհանոցի փառատոն ռեստորանում։ Այդ ռեստորանի ավագ խոհարարը ուկրաինացի էր ազգությամբ Սերգեյ Յուրիևիչ Պոժար, շատ ճանաչված խոհարար եւ ինքը նույնպես նշում էր, ինքը Լվովից էր եւ ասում էր, որ մեր ուտեստների մեջ այնուամենայնիվ ես նմանություն տեսնում եմ։ Գնացինք բաղադրությունը հիշեցնենք։ Այո, պատրաստելու ենք իշխան կանաչիներով համեմված, կիտրոնով եւ կարմիր պղպեղով, որը պատրաստելու ենք ջեռոցում, իսկ թանձրուկը պատրաստելու ենք սոխով, չամիչով, շլորով, ճիշտ է Սերգեյը պատրաստում էր դամբուլով, բայց քանի որ այսօր մեզ մոտ կա շլոր, պատրաստենք շլորով, կարծում եմ ինքը չի նեղանա։ Ինձ կօգնեք, պարոն Մամուլյան, համեմ էլ ձուկը։ Համեմ ենք աղը։ Աղով եւ պղպեղով համեմ ենք նախորոք։ Կարմիր պղպեղ։ Մի քիչ էլ սև։ Ես նշեմ բարեկամներ, որ այն տրամադրությունը, որ մենք ունեինք ամբողջ մեր աշխատանքի ընթացքում Մոսկվայում, ուղղակի բացատրելի էր, շատ բարձր տրամադրություն էր տիրում ամբողջ օրը խոհանոցում եւ դա գալիս է նաեւ հենց մեր լավ բարեկամ Սերգեյ Պոժարից, այսինքն դուք գիտեք ծանոթ, եթե մի քիչ ծանոթ եք խոհարարական այսպես միջավայրին, գիտեք որ եթե այս կամ այն դեպքում մի խոհարար գնում է մի խոհարարի մյուս խոհարարի մոտ եւ կարծես թե ինչ որ բան է ուզում բացատրել, այստեղ խանդի տեսարան է առաջանում, այն ինչը որ չառաջացավ բացարձակապես մեր լավ բարեկամի մոտ եւ դրա համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ Սերգեյ Յուրիևիչ Պոժար։ Խնդրում եմ Սերգեյ ջան, կտրիր կիտրոնից մի քանի կտոր։ Բարակ շերտեր կիտրոնի։ Մենք բազմիցս նշել ենք, խոհանոցում պիտի տիրի բարի մթնոլորտ, լավ տրամադրություն, դրական էներգիա։ Այդ միջավայրը մենք կարողացանք ստանալ Մոսկվայում, կարողացանք ստանալ բնականաբար մենք ինքներս էինք լավ տրամադրված եւ այդ լավ տրամադրությունը ստացանք նաեւ այդ մեր հյուրընկալից, այսպես պիտի կոչենք մեր պարոն Պոժարին։ Հիմա լցոնեցինք իշխանը կարմիր պղպեղով, կիտրոնով եւ կանաչիներով։ Հիմա տեղադրենք տապակի մեջ մի քիչ ձիթայուղ բուսական եւ մի քիչ էլ վրայից մենք կլցնենք որպեսզի լավ կարմրացնենք եւ կուղարկենք Սա փոխանցենք մեր հաղորդման ռեժիսորին, թող նա ուղարկի ջեռոց։ Մեզ մնաց պատրաստենք թանձրուկը։ Այո, մինչ ջեռոցում կտապակվի իշխանը,
Դու կտրատիր սոխը, Սեթրակ ջան։ Ինչպես մանր։ Այո։ Մանր Շատ մանր չէ։ Միջին չափսի։ Ապա կտրի դրանք տաքանալու։ Մենք կարող ենք նաև նշել, որ մեր բարեկամը Սերգեյ Պոժարը բավականին ընդարձակ մի կերակրացանկի այդպես հեղինակ է, իր անհատական այդպես բաղադրատոմսերն են, եւ հետաքրքիրը նաև որ մենք զրուցելու ժամանակ եւ զրուցում ենք եւ մենք բոլորս նույն մտքին էինք, որ շատ հարմար առիթ է, որ մենք կարողանանք փորձի փոխանակման արդյունքում սովորել ինքը հայկականը, մենք ուկրաինականը։ Եվ սա շատ նորմալ, շատ այսպես դրականին միտված համագործակցություն ստացվեց։ Միջ տապակվում է։ Ուժեղացնեմ մի քիչ քրական։ Այո։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Սոխի հետ միասին տապակելու ենք չամիչը եւ բայց սրան կտրատենք։ Ուզում ես երկու կես անենք։ Շլորը բնականաբար մենք պահված շլոր է, բարձր շատ ջերմաշանի տակ, այսինքն ցածր, այսպես -18 աստիճանի տակ, որպեսզի կարողանանք օգտագործել թարմ վիճակում։ Իհարկե մենք կարող էինք չիր պատրաստել, բայց թարմն էլ իր հետաքրքրություն ունի, չէ՞ Գարիկ։ Այո։ Պաժարը հիշեցնում էր, որ ինքը սոուսը պատրաստելից պատահական այգուց հավաքեց սալոր եւ ավելացրեց սոուսի մեջ։ Իսկ այդ պահին շատ անմիջական անձնավորություն է Պաժարը եւ շատ կտրուկ ու այդպես պրպտող միտք ունի։ Ցավոք սրտի ուկրաիներեն խոհարարը միտք արարող չի նշանակում, բայց ինքը արարում էր միտք։ Եվ նույնիսկ երբ որ մենք հյուրընկալվեցինք Մոսկվայում հայկական մի ռեստորանում, այնտեղ մատուցող մի քանի ուտեստներ այնքան այդպես դուր եկան եւ այնքան ուշադրության արժանացան Պոժարի կողմից, որ մի քանի ուտեստի մասով նաեւ նշեց, որ դրա անալոգը, այսպես դրա կրկնօրինակը կա նաեւ ուկրաինական խոհանոցում։ Այնպես որ այսօրվա պատրաստվելիք ուտեստը Սերգեյ Պոժարի կողմից է։ Ոնց են ասում, od Սերգեյա Պոժար։ Od Սերգեյ Պոժարը։ Մի քիչ շաքարավազ կտանք սոխին։ Չվերցնեմ ու հարցնեմ, այս սոխի վրա այս շաքարավազը ինչի լցրեցի։ Կարամելիզացնելու համար։ Կարամելիզացնելու համար։ Այո։ Եվ թուլացնելու կծվությունը, հետո կավելացնենք թթու շլորը, չամիչը եւ թթու եւ քաղցր հետաքրքիր միջավայր կստանանք։ Չամիչն ենք ավելացնում։ Բարեկամներ, իրոք մենք կատակում ենք, բայց բաղադրատոմսը հենց վերցված է Սերգեյ Պոժարի անձնական կերակրացանկից։ Մի քիչ սև պպեղ կավելացնենք։ Նշատս այդ դրական կողմերը ունեին նաև այն բոլոր խոհարարները, այսինքն ամբողջ թիմը։ Ամբողջ թիմը մեր հարգարժան Պոժարի եւ դա երևի գալիս էր հենց իրենց ավագ խոհարարից, այսինքն մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում մեր խոհանոցը, ընկալում էին անմիջապես
եւ շատ ողջավորված պատրաստում էին։ Հիմա ավելացնենք շլորը։ Ուրեմն նորից հիշեցնենք, սոխը տապակեցինք, տապակելու ընթացքում մի քիչ շաքարավազ ավելացրինք, այնուհետև չամիչը թեթևակի բովեցինք, աղ, պղպեղ, սև եւ թարմ շլոր։ Հետո պոժարի բաղադրատոմսի մեջ կար միջերկրական խոտաբույսերի համեմունք, որը եւ ձկան վրա էր ավելացնում եւ հանձրուկի Այդ մեջ։ միջերկրական ծով, որ լսում եմ այդ բառակապակցությունը, չգիտեմ ոնց զսպեմ իմ կատաղությունը։ Գիտեմ այդպիսի խոհանոց եւ բնության մեջ չկա այդպիսի խոհանոց, միջերկրած ծովյա, չգիտեմ ազովի ծովյա, Դա խառը Մեռյալ այդ ծովյա։ տարածաշրջանում ինչ ազգեր ապրել են։ Սկսած մեզանից վերջացած։ Այնուամենայնիվ ես այն Ընդհանուր։ կարծիքին եմ, որ յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային խոհանոցը։ Այդպես է թե ոչ, միասին Այո, եկացել է։ այո։ Դուք իրավացեք, մի քիչ համեմ ենք աղով։ Թանձրուկը պատրաստ է, հա։ Այո։ Դե մեզ մնում է բարեկամներ մի 4-5 րոպե սպասենք, ձուկը հենց կբերեն ջեռոցից, կմատուցենք սոուսի հետ եւ կտեսնենք թե ինչ ստացվեց։ Սպասենք այդ 4-5 րոպեն։ Գարիկ ջան, արդեն ձուկը պատրաստ է, Թանձրուկներն է սոուսը պատրաստվում է, ինչ է մնում արդյոք։ Կխնդրեմ 1 կտոր կիտրոն։ 1 կտոր կիտրոն, այս կիսվածները կլինեն։ Այո, այո։ Տեղադրեմ կապսեի մեջ։ Պղպեղը ինչպես ես կարծում կարող է։ Ոյ, պղպեղը կգեղեցկացնի, այո, այո։ Սա մեր պարոն Պոժարի ծերագիրն է։ Այո, Պղպեղը, այդպես գեղեցիկ։ կիտրոնը։ Գտալը կտաս։ Ահա եւ մեր սիրելի ընկեր Պոժարի բաղադրատոմսով պատրաստված իշխան։ Բարեկամներ, թույլ տվեք ես եւ Գարիկը նաեւ ողջուններ հղենք մեր լավ բարեկամին, Дорогой Сергей Юрьевич, спасибо за рецепт, спасибо за то, что вы есть и за то, что вы нас приняли как своего, как свояка. Так что мы встретимся обязательно и мы продолжим наше сотрудничество. Спасибо большое. Ես հաղորդեցի եւ հղեցի իմ ողջուններս մեր Սերգեյ Յուրևիչին, որ ինքը լավ ընդունեց մեզ եւ այս հիանալի բաղադրատոմսը մեզ տրամադրելու համար։ Բարեկամներ, ցավոք սրտի, որքան էլ որ հետաքրքիր լինի հաղորդումը, որքան էլ որ յուրահատուկ լինի, նա ունենում է նաեւ վերջ եւ ահա այդ ժամանակը կամած սպառվում է, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գարիկից իր ժամանակը տրամադրելու համար։ Ցանկանանք, որ դու նույնպես շարունակես եւ ստեղծագործես։ Հարգելի հերոստատողներ, յուրաքանչյուր հանդիպում թող ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ ու երջանիկ, լինենք միշտ միասին եւ միակամ, մի քիչ ունենանք համբերություն, եւս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Իշխանը թանձրուկով, իշխան 1 հատ, կիտրոն կես հատ, սամի, թարխուն, համեմ, ձետ 10 գրամ, թանձրուկը, սոխ 70 գրամ, ձետ 20 գրամ, շլոր 30 գրամ, շաքարավազ 1 թեյ կտալ, չամիչ 30 գրամ, աղ, պղպեղ, բարյախորժակ։